Տեղի ունեցավ հայկական վեկտոր նախաձեռնության առաջին համաժողովը, որտեղ հիմնադիր անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Գնել Սարգսյանը եւ այլ համաժողովի մասնակիցներին ներկայացրին նախաձեռնության ստեղծման պատճառներն ու հիմնական ծրագրային դրույթները, որոնցով առաջնորդվելու են նոր ձևավորված այս ուժը։ Համաժողովին ներկայ էին տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների անդամներ եւ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հայկական վեկտոր նախաձեռնության գաղափարի եւ ծրագրային դրույթների մասին խոսեց միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Մինչ ծրագրային դրույթներին անցում կատարելը բանախոսը նշեց, որ այն պարզապես հարթակ չէ, որի ձևավորման նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են կամ նախընտրական թոհուբոհին մասնակցություն է։ Այն երկարաժամկետ գործունեություն ծավալելու նպատակ ունի, որը հետագայում կվերածվի կուսակցության։ Միաժամանակ Սաֆարյանն ընդգծեց, որ ներկա իրավիճակում նորաստեղծ հարթակի հիմնական առաքելությունը լինելու է բալանսավորված քաղաքականությունը եւ այդ համատեքստում անցյալին վերադառնալու բացառումը։ Այս նոր իրողությունների պայմաններում մենք սահմանում ենք հայկական վեկտորը, մենք սահմանում ենք արդյոք Հայաստանի վեկտորը եւ Հայաստանի տեսլականը նոր քաղաքականության շրջանակներում, թե ուղղակի ընտրություն ենք կատարում այն ուժերի օգտին, որոնք լավագույն դեպքում մեզ կարող են խոստանալ անցյալը։ Նախաձեռնության հիմնադիր անդամը խոսելով ներքաղաքական տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների մասին առանձնացրեց Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը։ Վերջինս ներկայացրեց նաեւ հայկական վեկտոր նախաձեռնության կարևոր մյուս 3 առաջնահերթությունները։ Զինված ուժերի արագարդիականացում ՆԱՏՕ-ի չափանիշներով, այո, համարձակվում ենք այլևս ասել, որ մեր բանակի հին չափանիշները դրանք չեն կարող հայկական բանակի չափանիշներ լինել։ Երկրորդ կարևորագույն կետը, որ նախաձեռնությունը ուղղակի հրամայական է համարում, դա ռազմական արդյունաբերությունն է։ Երրորդը սպառազինությունների ձեռքբերման դիվերսիֆիկացիան, որը բարեբախտաբար ընթացքի մեջ է եւ դա անշուշտ պետք է շարունակական լինի եւ այստեղ որևէ առարկություն կամ տարաձայնություն ոչ միայն մեր, այլ նաև կարծում եմ մեր հանրության լայն շրջանակների մոտ չկան։ Նախաձեռնության հիմնադիրներից Գնել Սարգսյանը, որն արդեն տարիներ շարունակ ակտիվ հասարակական եւ քաղաքական կյանք է վարում, շնորհակալություն հայտնելով համաժողովին ներկա մասնակիցներին, նշեց, որ հարթակի ստեղծումը անհրաժեշտություն էր, նկատի ունենալով այն հետաքրքրվածությունը, որը ցուցաբերվել է այս օրերի ընթացքում հայկական վեկտորի նկատմամբ։ Վերջինս շեշտեց, որ հարթակի գոյությունը կարող է զսպող եւ հավասարակշռող գործոն դառնալ հայաստանյան քաղաքական ներկապնակում, նկատի ունենալով բազմաթիվ նորայդ կուսակցություններին, որոնք փորձում են Հայաստանի քաղաքացիներին կտրել իրականությունից։ Ես կարծում եմ, որ մեզ մոտ կհաջողի նաև այդ կերպարը հասարակության մտքում ամրացնել, որովհետև մենք եղել ենք մաքսիմում անկեղծ։ Ամենայն անկեղծությամբ սխալվել ենք անգամ։ Մեր սխալները, մեր անգամ երբեմն կոպիտ խոսույթը եղել է ոչ մեր սրտով, բայց անկեղծ։ Չենք ցանկացել, բայց այդ բանին հասկացել ենք, որ եթե չենք ցանկանում ու չանենք, դա անկեղծ չի լինի, կխաբենք։ Իհարկե, այս ծրագրերի մեջ ահագին բաներ կան, որ կարող են տրանսֆորմացվել եւ ընդհանուր առմամբ մեզ ընդունելի են։ Համաժողովի պատվավոր հյուրերի թվում էր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը շնորհավորելով այս նախաձեռնության հիմնադիրներին ընդգծեց նրանց առաքելության կարևորությունը։ Պիտի վարի բալանսավորման քաղաքականություն։ Ինչի առումով ես շատ ուրախ եմ, որովհետև սնկի նման աճող բալանսավորման կուսակցության կողմնակիցները իրականում ձև են, բլեֆ։ Դրանք բոլորը ռուսական վեկտորում գտնվող կուսակցություններ են։ Բացառությամբ գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Համաժողովի հիմնադիրների խոսքով մոտ ապագայում արդեն նախաձեռնության ծրագրային դրույթները կհրապարակվեն համացանցում եւ հասանելի կլինեն բոլորին։